Ես իրանով եմ ապրում։ Երբ որ ես իմ աղջկանը տղուս կարոտում եմ, ես իրան եմ գրկում, մտածում եմ իրանց եմ գրկել։ Մեր զրուցակիցը Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն է, մայր, ում երեխան ծնվել ու ապրում է քրեակատարողական հիմնարկում։ Ես 4 տարի այջ գտնվում եմ ստեղ, երեխաս տարի 5 ամս է կանա, առօրյաս ամբողջը երեխայիս հետ անցնում, կամ գիրք եմ կարդում, կամ երեխայիս հետ եմ անցկացնում ամբողջ օրս։ Ես իրանց քիչ-քիչ փորձում եմ խոսալ սովորացնեմ, ամբողջ օրը իրար հետ մուլտիկ ենք նայում, խաղում ենք։ Մինչև 3 տարեկան երեխաներ ունեցող կանանց համար 2024-ի սեպտեմբերից Աբովյան քրեակատարողական հիմնարկում գործում է մոր եւ մանկան բաժանմունքը։ Օրենքը թույլ է տալի, որպեսզի ազատազրկված անձանց հետ մինչև 3 տարեկան իրենց երեխաները գտնվեն հիմնարկում, եւ տարիների ընթացքում մենք ունեցել ենք ազատազրկված կանայք, որոնց երեխաներ իրենց հետ է եղել կամ ստեղ են ծնվել, կամ մինչև 3 տարեկան երեխաներին բերել են հիմնարկ։ Այս պահին 3 մոր եւ մանկան կացարան ունենք, որը համապատասխանեցված եւ հարմարացված է, որպեսզի կարողանան իրենց հետ մինչև 3 տարեկան երեխաներին պահեն։ Կացարաններում մայրերն իրենց երեխաների հետ միայնակ են բնակվում։ Բաժանմունքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ տաք ջուր, մանկական սնունդ, հագուստ։ Սրանք ապահովում են երեխաների խնամքի համար անհրաժեշտ պահանջները։ Անկեղծ որ ասեմ, ես ինչքան ժամանակա մեկ-մեկ մոռանում եմ, որտեղ եմ գտնվում, ոնց որ ինքը մի սենյականոց տուն լինի, ես տենց եմ մտածում, որ ինչ-որ տան մեջ եմ ապրում երեխուս հետ։ Ինքը մեկ-մեկ ես մոռանում եմ կալանավորել։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով քրեակատարողական հիմնարկում ստեղծված այս բաժանմունքը կարևոր օղակ է երեխայի զարգացման համար։ Այն թույլ է տալիս երեխային իրենց կյանքի ամենակարևոր փուլերում լինել մայրերի կողքին։ Չէ՞ որ կինը, ով կարող է մայրանալ եւ երեխայից հեռու լինել, դա կրկնակի ստրես կարող է լինել երեխայի համար, ով իր կյանքի ամենաանօգնական եւ խոցելի տարիքում է։ Ուստի որտեղ էլ որ լինի, անկախ կազմակերպության ուղղվածությունից եւ պնդում եմ, ել ավելի կարեւոր է քրեակատարողական հիմնարկում նման բաժնի բաժանմունքի ստեղծումը եւ փոքրիկը մոր կողքին կարող է կերակրվելու փաստով ել ավելի առողջ լինել, քան 3 տարի հեռավորության վրա։ Այստեղ հոգեկան առողջության տեսանկյունից, երեխայի զարգացման տեսանկյունից արվել է շատ կարևոր գործ։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերից գործում է նաև վերասոցիալականացման կենտրոնը։ Այստեղ կազմակերպվում են կրթական եւ գեղագիտական դասընթացներ, որոնք միտված են կանանց կյանքի որակի բարելավմանը։ Անցյալ տարի մենք ունեցել ենք մոդուլներով կազմակերպվում, ուրեմն կարի հիմունքներ, հաղորդակցության հմտություններ եւ հավաքակչային հմտություններ, որին ներգրաված են եղել 10 դատապարտյալ, եւ մյուս մոդելը զարդակիրառական արվեստ, համակարգչային հմտություններ եւ հաղորդակցության հմտություններ, 11 դատապարտյալներ այդ խմբում են ընդգրկված եղել։ Մեր զրուցակիցը ասաց, ինքը նույնպես ցանկություն ունի եւ առաջիկայում մասնակցելու է դասընթացների, մասնագիտություն ձեռք բերելու եւ հետագայում քրեակատարողական հիմնարկից դուրս աշխատանք գտնելու համար։ Ասում է, ամեն ինչ անելու է իր 3 երեխաների կարիքների ապահովման համար։ Հարցրինք, եթե հիմա կարողանար ինչ-որ բան փոխել իր կյանքում, ինչը կլիներ, նա ասաց. Ես այսօր ստե չէի լինի, լիքը բան կփոխեի իմ կյանքում, կլինեի երեխեքիս կողքը, կապրեի իրանց համար, թո լիներ չոր հաց, բայց լինեի երեխեքիս կողքը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր